Հնարավոր է երեխա ունենալ, երբ մարդը քաղցկեղ ունի։ Հղիության եւ հետծննդաբերական շրջանն ինչպես պետք է անցկացնի քաղցկեղ ունեցող կինը։ Արտերկրից Հայաստան հայտնի օնկոլոգներ, գինեկոլոգներ, ռեպրատոլոգներ են եկել հայ բժիշկների հետ քննարկելու հարցը։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի բոլորը երջանկանան, բոլորը լինեն պտղաբեր եւ մենք ունենանք առողջ սերունդ եւ առողջ հասարակություն։ Очень важно, что Շատ կարևոր է, որ տեխնիկան ու բժշկությունը միաժամանակ քայլեն, որ կինն ունենա երեխա ոչ միայն 44-ում, 45-ում, այլև 50-ում, 55-ում։ в общем, все новое. Բժիշկ Նինո Մուսերիձեն պատմում է, որ Վրաստանում ձվաբջիջը 23 տարի սառեցնելուց հետո ծնվել է առողջ երեխա։ Բժշկական նման հրաշքները Հայաստանում եւս հնարավոր դարձնելու համար շուտով մեր երկրում էլ կստեղծվի բիոբանկ։ Մեզ մոտ գործում է մի կենտրոն, որը մոտ ապագայում կունենա բիոբանկ, որտեղ կպահպանվեն սերմնաբջիջները, ձվաբջիջները, նույնիսկ ձվարանային հյուսվածքը։ GGRC վերարտադրողական կենտրոնում են սառեցնելու ձվաբջիջները։ Առողջ երեխա ունենալու համար բժիշկները խորհուրդ են տալիս ձվաբջիջը սառեցնել մինչև քաղցկեղի բուժումն սկսելը։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։